Դուք ձեր տպավորությունների մասին կիսվեք եւ ինչ մտահոգություններ եք փոխանցել Սամվել Կարապետյանին։ Նախ առաջինը մինչև ձեր հարցը, ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրը։ Շատ կարևոր արձանագրում։ Բառ չեմ գտնում ասել, միայն թող Աստծո օրհնությամբ հնարավորինս շուտ Ռուբեն Վարդանյանը եւ բոլոր մեր հայ ռազմագերիները վերադառնան հայրենիք։ Տպավորությունը շատ բարեկամական զրույց է Սամվել Կարապետյանի հետ։ Սամվել Կարապետյանը լսեց գրեթե բոլորին, մշակույթին առնչվող առաջարկներ, հարցեր, իրենց նախընտրական ծրագրում գրեթե ամեն ինչի մասին ասվում էր, սակայն գլոբալ առումով, այնտեղ նշվում էր 1 միլիարդ զբոսաշրջությանը, 300,000 աշխատատեղ, պարտադիր զինծառայության 40,000 նախնական վճար, թոշակներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այդ ամենից բխում է նաեւ մշակութային հանրության նաեւ բարեկեցիկ եւ ստեղծագործ կյանքը եւ Սամվել Կարապետյանը լսելով բոլոր հարցերին գրեթե տվեց սպառիչ պատասխաններ, որը գոհացրեց բոլորիս։ Եվ առիթից օգտվելով ուզում եմ ուղերձել մեր ժողովրդին, մեր ընկերներին, մեր հարևաններին, մեր երիտասարդությանը, բոլորի քվեն պարտադիր, բոլորի քվեն անհրաժեշտ է, չլինեն արդարացումներ, գիտեք ինչ, իմ քվեն ինչ է անելու, մեկը այսպես է լինելու, այնպես է լինելու, ոչ, խնդրում եմ բոլորին, մասնակցեք ընտրության եւ ընտրություն կատարեք հայրենիքի եւ բազմակետ, մինչեւ։ Շնորհակալություն։ Հարգելի հետևողներ, այսքանով ամփոփում ենք մեր